Եկեք հասկանանք ինչ անենք։ Իշխանափոխություն ես ուզում, դուրս արի փողոց։ Ընդդիմադիր բլոգեր Արսինե Մինասյանը փողոցում է, պայքար է սկսել։ Նստածույցի առաջին օրն է Հանրապետության հրապարակում։ Եկեք ֆիքսենք, որ փողոց դուրս գալու կոչ արել է ՔՊ-ն, ոչ թե ես։ Պարզ արտահայտվել են, ձեզ դուր չի գալիս, դուրս եկեք փողոց։ Անահիտ Ավանեսյանն էլ էստեղից վիդեո էր անում, ասում էր ես հիմա հրապարակում եմ, այստեղ ոչ մի ցուցարար չկա։ Հիմա թող նորից նայի, մի հոգի կա, դա ես եմ։ Բլոգերի ընդվզման հիմնական շարժարիթներից մեկն էլ իշխանության կողմից վեհափար Հայրապետի հասցեին հնչող այս հայտարարություններն են։ Պիղծա ձեր վեհափարը, պիղծա։ Արսինեն ասում է Նիկոլ Փաշինյանը վիրավորում է հավատացյալներին ու եկեղեցու հետևորդներին։ Ես վիրավորվում եմ, որովհետև ինձ համար Հայաստանի Հանրապետության պետական կրոնը դա քրիստոնեությունն է եւ մեր քրիստոնեության կաթողիկոսը Գարեգին վեհափարն է, վերջ։ Իսկ Նիկոլ Փաշինյան անուն ազգանունը կրող վարչապետը բոլորիս մեղադրում է պիղծ լինելու մեջ։ Ես ինձ պիղծ չեմ համարում։ Արսինեն հրապարակում է անցկացրել նաև գիշերը։ Կարող են միանալ այն վատ մեկնաբանություն գրողները ու տեղում լայվ ռեժիմով քֆրտել, կարող են միանալ ընդդիմադիրները ինձ հետ միասին։ Որ գակից տեսնելու կարակ սառը ամերիկանո բերեք, ուրիշ բան պետք չի։ Ասում է ոստիկանների հետ փոքրիկ լեզվակռիվ է եղել, բայց դա իրեն չի կանգնեցնի։ Նա պատրաստ է մնալ այնքան, որքան անհրաժեշտ է սպասելով այն մարդկանց, ովքեր միակարծիք են իր որոշմանը։ Անհնար է, նույնիսկ Նիկոլ Փաշինյան անուն ազգանունը չի կարող իմ մոտ ոչ մի տեսակի վախի մթնոլորտ ստեղծել։ Ես իմ երկրում եմ, իմ քաղաքում եմ, ինչից պետքա վախենամ կամ ումից պետքա վախենամ, դա բացառված է, եւ եթե մարդիկ հավաքվեն ռեալ ինչ-որ լուծումներ առաջարկեն, կարող է ինչպես ասում է, սեղանը շրջող է հարկավոր, ուրիշ ոչինչ, որպեսզի սկսվի ինչ-որ հեղափոխության շարժում։ Արսինե Մինասյանը հույս ունի, որ իր քաղաքական ընդվզումը շուտով կվերածվի քաղաքացիական պահանջի, իսկ մինչ այդ նա շարունակում է մնալ Հանրապետության հրապարակում։